Բայց եկեք միասին շարունակենք մաթեմատիկայի շտեմարանի խնդիրների դիտարկումը։ Հիմա միասին դիտարկենք հետևյալ խնդիրը։ Ուրեմն շտեմարներից մեկում կա 21 ցենտ կարտոֆիլ, առաջին շտեմարանում կա 21 ցենտ կարտոֆիլ, իսկ երկրորդում, այսինքն մյուսում կա 18, այսպես երկրորդում էլ կա 18 ցենտ կարտոֆիլ։ Առաջին շտեման օրական սկսեցին բերել 9 ցենտ կարտոֆիլ, այսինքն ստեղ գրենք +9, որ այն նպատակով անդադ ավելանում է, սա օրական է բերվում այստեղ, իսկ երկրորդ շտեման 12 +12 ցենտ։ Եկեք միասին կարդանք խնդրի պահանջները։ Առաջին հարցը ասում է հետևյալը. քանի օր հետո երկրորդ շտեմանում կլինի 126 ցենտ կարտոֆիլ։ Տեսեք, երկրորդ շտեմանում ի սկզբանե ունենք 18 ցենտ, չէ՞։ Հետո օրական ավելացնում ենք 12։ Հիմա պետք է հասկանանք քանի օր հետո իրանք ավելացնելով կհասնենք 126-ի, նշանակում է 18 գումարած 12 անգամ տեն եւ հավասար կլինի 126-ի։ Այս տեն պետք է գտնենք, այս օրը մեզ պահանջում է գտնել։ Ստեղից ստանում ենք, որ 12 տեն հավասար է 108, այսինքն ստացանք, որ տեն իր հերթին հավասար է 9։ Նշանակում է 9 օր հետո երկրորդ շտեմանում կստանանք արդեն 126 ցենտ կարտոֆիլ։ Լավ, երկրորդ խնդիրը եկեք միասին կարդանք։ Քանի տոննա կարտոֆիլ կլինի 3 օր հետո երկու շտեմաներում միասին։ Okay, տեսեք, առաջին շտեմարանում մենք այս պահին ունենք 21 ցենտ կարտոֆիլ, չէ՞, 21 ցենտ։ 3 օր հետո այնտեղ կավելանա սրան նաև 3 անգամ 9 ցենտ։ Հիմա այս արժեքը այսքանը առաջին շտեմանի պարունակությունն է։ Ասում է առաջին եւ երկու շտեմաները միասին, նշանակում է սրան պետքա գումարեմ։ Երկրորդ շտեմանում ունենք 18 ցենտ, ու իրան պետքա գումարենք 3 անգամ, օրական բերումա 12, այսինքն 3 անգամ 12 ցենտ։ Այսա։ Եվ պետք է այս արժեքը միասին հաշվենք։ Ու այստեղ ուշադրություն դարձնենք, որ ինքը տոննայով է մեզանից պահանջում։ Երբ մենք այս թվաբանությունը կատարենք, ստանալու ենք 102 ցենտ, իսկ այս 102 ցենտը հավասար է 10.2 տոննա։ Այսինքն 10.2 տոննա։ Սա երկրորդ հարցի հետ կապված, անցնենք երրորդ հարցին։ Քանի տոննա կարտոֆիլ կլինի երկրորդ շտեմանում եւ առաջինում լինի 12 տոննա կարտոֆիլ։ Հիմա տեսեք, առաջինում կլինի 12 տոննա կարտոֆիլ։ Եկեք հասկանանք առաջինում երբ կունենանք 12 տոննա կարտոֆիլ։ 12 տոննան դա իր հերթին 120 ցենտերն է։ 120 ցենտր, մեզ մոտ որտեղ ցենտերներով ենք աշխատում։ Նշանակում է հետևյալը, որ 21-ին գումարել են օրական բերելով 9T, ստացել են 120 ցենտեր։ Ստեղից պետք է 9T-ն գտնենք։ 9T-ն ու այստեղ հավասար է 120 հանած 21, այսինքն T-ն հավասար է 11։ Նշանակում է 11 օր հետո առաջին շտեման կարտոֆիլի պարունակությունը կլինի 120 ցենտեր։ Հիմա 11 օր հետո եկեք հասկանանք երկրորդ շտեմանում պարունակությունը ինչքան կլինի։ Ու երկրորդ շտեմանի պարունակությունը սկզբանե 18, հա, գումարում ենք օրական բերման 12, իսկ օրերի քանակն է 11, այսինքն 12 անգամ 11, սա այս թվաբանությունը իր հերթին կատարելով կստանանք նույնստեղ 132 + 18, այսինքն 150 ցենտեր, իսկ սա իր հերթին հավասար է 15 տոննա։ Այսինքն 15 տոննա է լինելու երկրորդ շտեմարանում այդ ժամանակ։ Եվ չորրորդ հարցը միասին, քանի օր հետո առաջին շտեմանում 1.2 անգամ քիչ կարտոֆիլ կլինի, քան երկրորդ շտեմարանում։ Հիմա տեսեք, առաջին շտեմանում պետք է լինի քիչ կարտոֆիլ, ընդ որում 1.2 քանակությամբ։ Սա նշանակում է հետևյալը, ես պետք է գտնեմ հետևյալ հարաբերությունը։ Երկրորդ շտեմանի պարունակությունը բաժանելով առաջին շտեմանի պարունակությանը։ Հիմա տեսեք, երկրորդ շտեմանում սկզբանե կա 18 ցենտեր, սրանք գումարում եմ օրական բերումա 12 ցենտեր, բայց օրերի քանակն նշանակում ենք տեղ, այսինքն գումարած 12T, այս հարաբերությունը պետք է հավասար լինի առաջին շտեմանի պարունակություն 21 գումարած 9T։ Եվ այս հարաբերությունը պետք է հավասար լինի 1.2-ի։ Ու 1.2-ն էլ իր հերթին անում է 6/5, հա, այսպես։ Պետք է հավասար լինի սրան։ Հիմա այստեղից էլ ստանում ենք հետևյալն ու կարելի է Խաչաձև բազմապատկում անել 6/5-ով, կարելի է հենց 1.2-ով սա բազմապատկի, այսինքն ես հենց 1.2-ով կբազմապատկեմ, ստանանք հետևյալ, որ 18 գումարած 12T-ն հավասար է 1.2 անգամ 21-ը կտա 25.2, 25.2 եւ գումարած, այստեղ ստացանք ինչ 9T-ն բազմապատկած 1.2-ով, 9T-ը բազմապատկած 1.2-ով ստանանք 10.8, հա, այսպես 10.8T։ Լավ, T-ը մի կողմ,
թվերը մի կողմ ստանանք ստեղ տերը որ տանենք այս մասը այստեղ ստանալու ենք 1.2 տեն հավասար է 25.2 հանած 18 որն էլ հերթանում է 7.2 այսինքն տեն հավասար է 6-ի հետևաբար նշանակում է 6 օր հետո առաջին շտեմանում 1.2 անգամ քիչ կարտոֆիլ կլինի քան երկրորդ շտեմանում վերջ ընկերներ այսքան այս խնդրի հետ կապված կարծում եմ բարձր հասկանալի եթե հարցեր ունեք մեկնաբանության դաշտում գրեք սիրո պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին տածել վիդեոկուրսերը որպեսզի կարողանաք ավելի շատ մարդկանց օգտակար լինել լավ մնացեք կհանդիպենք